Այսօր մարտի 2-ին աշխարհում նշվում է բնապահպանության օր, որը մեզ հիշեցնում է, որ երկիրը պարզապես հող չէ մեր ոտքերի տակ, այլ կենդանի աշխարհ, շնչող անտառներով, հոսող գետերով ու երկինք ճախրող թռչուններով։ Սակայն մարդու անզգույշ քայլերը հաճախ ցավ են պատճառում բնությանը։ Աղբով լցված տարածքները, կտրված ծառերը, աղտոտված ջրերը, բնությունը լուռ է, բայց նրա լռության մեջ աղաղակ կա։ Մենք պարտավոր ենք լսել այդ աղաղակը։ Դա շատ լավ բան է իրականից, որովհետև տարի ինչ-որ բնությունը մեր բանկ է էլի, ոչ թե լավի կեշտ, այլ վադի ինչու համար կեշտ է։ Կա հատուկ ծառայություններ, էկոլոգիան է, բան է, իրանք ինչ-որ լարիվ չեն իրանց գործին լավ նայի։ Կա մոմենտներ, որոնք պետք է կատեգորիչկի բան են էլի միջոց առնեն։ Օրինակ մի հատ գետ կա փոքր, որը կարելի կա գյուղից կանցնի հենց մեջից։ Պրոստը ամոթը բիլոր ենք ժողովուրդը չի այդքան բան փայմի։ Ինչ որ ենք գոմեր ու բանը կա հատխոդները։ Սաղ կաբազ այդ գետի մեջ։ Այդ գետը վերջապես կեշտա կանգնի քուրա գետը։ Քուրա գետից մարդիկ ջուր կօգտագործեն։ Ասենք բանկ են էլի ֆիլտրացիա մակրենը, բայց այդ խո բացելները վերջապես այդտեղ կարաչանան։ Պրոստը ժողովուրդը չեն պատկերացնել, էլի մեր այսինքն ծառայությունը էկոլոգիա ինչու մասիկ է մտած այդտեղ։ Շատ վատ դերություն է այդ մոմենտով։ Ես խնդրած գալիմ, քանի հնարավորություն տված է, որ այդ էկոլոգիա աշխատողները, ես չգիտեմ, տելևիզիան նստած գլխավոր բանը, միջոց առնեն։ Այդ լուրը պետք է հասցնել իրանց, որ այդպես վատ դերություն է։ Ընդհանրապես այդ բանը էկոլոգիայի պաշտպանությունը լավ բան է, որովհետև բնությունը խանգարելը սխալ բան է։ Բնությանը պետք է ինչ-որ միջոցներ հագարակը օգներ ժողովուրդը, էլի, որ սաղ նույն բաները մնա նույն բաներով, դիրքերով, թե կենդանաբանությունը, թե вообще բույսը։ Տարի ինչ-որ մի բանը պակս է բնության մեջ են, թե մեկ կենդանին, թե մեկ բույսը։ Դա սխալ բան է, դա կատաստրոֆա է։ Ժողովուրդը պետք է մտածի, որ այդ բանը դեմ առնի, հագարակը, ինչ որ ամենը ինչ հնարավորություն ունի, այդ մոմենտները պաշտպանի։ Բնությունը մաքուր պահելը մեծ գործերից չի սկսվում, այլ փոքր քայլերից՝ չաղտոտել, չվնասել, չխնայել ջուրը, պահպանել կանաչ տարածքները։ Յուրաքանչյուր նետված պլաստիկ շիշ կարող է վնասել կենդանիների, յուրաքանչյուր կոտրված ջուղ խաթարել ծառի կյանքը։ Մենք պետք է հասկանանք, որ բնությունը մեր տունն է եւ տունը չենք կեղտոտում։ Եթե այսօր մտածենք ապագայի մասին, վաղը կունենանք մաքուր օդ ու առողջ սերունդ։ Ճիշտ է, բնությունը փոխվել է։ Մարդիկ ինչ են որ ասենք մաքուր պայեն իրեն շրջաբադը, իրեն տունը, իրեն հարևանին, իրեն ջուրը կերտա, ասենք ջուրլացներ տա կամ այսպեսի բաներ կան թաղեն, հողի մեջ թաղեն, ժամանակին պետք է վերջանալ այդ ամեն ինչը։ Որ հոդավ վարակ կտարածը ինչը։ Բնությանն է դիք։ Հոդավ ճիժունգը դանի, հոդիգը, քամինգը տանի, ամեն ինչ է բնության մեջ տարածով այդ մունդար հոդը, մունդար հիվանդությունները բացելները քամին տանի տարածը շրջաբադը հիվանդացնեն։ Բնապահպանության օրը պարզապես հիշատակի օր չէ, այլ կոչ սիրելու եւ պաշտպանելու մեր շրջակա աշխարհը։ Երբ երեխաները ծառ են տնկում, երբ երիտասարդները մաքրում են այգիները, երբ համայնքը միասին հոգ է դանում բնության մասին, հույս է ծնվում։ Բնությունը կարող է վերականգնվել, եթե մենք լինենք պատասխանատու եւ հոգատար։ Եկեք այսօր խոստանանք ինքներս մեզ չվնասել, չկեղտոտել, այլ պահպանել ու սիրել այն աշխարհը, որը մեզ կյանք է տալիս։